Բարև ձեզ Factor TV հյուրը բոլորին դեմ եմ նախաձեռնության անդամ Սպարտակ Գյուղեղյանն է, բարև ձեզ։ Ձեր նախաձեռնությունը երբ կդառնա քաղաքական կուսակցություն, քանի որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք, նախ արդյոք արդեն չեք ուշացնում, ով է լինելու ձեր առաջին համար եւ ինչքան էլ խնդիր դնեք ընտրվելու դեպքում խորհրդարանը լուծարել նոր ընտրություններ անցկացնել, ամեն դեպքում հարկադրված եք ցուցակ ներկայացնել ունենալ ինչպես առաջին, այնպես էլ վերջին համար։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար, հերթով պատասխանեմ հարցերին։ Ուրեմն առաջի հերթին կուսակցության գրանցումը սպասվում է վաղը։ Այսինքն ես չգիտեմ այս եթերը երբ է դուրս գալու։ Հա, մեր վերջնաժամկետը վաղն է։ Մենք փաստորեն փետրվարի 1-ին համագումար ենք արել, որը արել ենք բաց հանրային կերպով։ Եթե նայել եք, մենք ոնց որ թե անդամներ դառնալու process-ն էինք բաց հանրային անում, այսինքն մարդը կարողանում էր գայքում գրանցվել, ընդունել մեր հռչակած գաղափարական ուղղությունները ու դառնալ անդամ։ Շատ մարդիկ են ունեցել, որ համագումարի ժամանակ տեղում են որոշել դառնալ անդամ, եղել են դեպքեր, որ մարդիկ հարցեր են տվել, հարցերի հիման վրա դառել են կամ չեն դառել։ Հիմա դրանից հետո մենք փաստաթղթերը մեկ շաբաթ անց ներկայացրեցինք պետական ռեգիստր գրանցման, բոլոր ոնց որ պաշտոնական process-ները անցել ենք, ունեցել ենք տեխնիկական ինչ-որ խնդիրներ փաստաթղթերում, որը արդեն իսկ ամբողջովին ուղղվել է ու վերջնաժամկետը գրանցվում վաղն է։ Մարտի 18-ն է վերջնաժամկետը։ Այո, վաղն է։ Հույս ունենք այդտեղ խնդիր չենք ունենալու։ Առաջին համարը ով կլինի։ Հա, առաջին համարի հարցի պատասխանը հետեւյալն է։ Մենք այս պահին չունենք առաջի համար, բայց մենք ինչ ունենք դրա փոխարեն։ Մենք ունենք որոշած սկզբունքներ, ըստ որի ձևավորելու ենք մեր ԱԺ ցուցակը։ Մենք սարքել ենք մի հատ փաստաթուղթ, որը ներքին թե քննարկել ենք, թե նաև հանրայինել ենք կիսվել, տարբեր մարդիկ հնարավորություն ունեցել իրենց մեկնաբանությունները տալ, ըստ որի ԱԺ ցուցակը եւս կազմելու ենք հանրային ձևով, յուրաքանչյուր մարդ հնարավորություն է ունենալու թե առաջադրվելու որպես տեխնացու, թե առաջադրվելու որպես ընտրող։ Դրա համար ստեղծել ենք մի հատ հարթակ, այդ հարթակի միջոցով, քանի որ մեր շարժման մասնակիցների շատերը IT ոլորտում են, արագ մի հատ մեր, այսպես ասած, մոբայլ հավելվածն ենք սարքել, որտեղ թե շարժման անդամները մտնում են ինչ-որ առաջադրանքներ են կատարում ստանալով բալեր, թե նաև իրականացնելու ենք մեր ցուցակի ընտրության նախապատրաստական գործընթացները։ Փաստացի ընտրությունը լինելու է ֆիզիկական գալով եւ ընտրերով, բայց գրանցվելու փուլը եւ դրա մասնակից դառնալու փուլը լինելու է հավելվածի միջոցով։ Գիտեք, ինչու են IT մարդիկ մերժում այս քաղաքական համակարգը։ Իհարկե ձեր շարժման նախաձեռնության ոչ բոլոր անդամներն են IT մասնագետներ, բայց բավականին զգալի չափով ներկայացված է այդ ոլորտը։ Եկեք, ուզում եք մի հատ նախորդ հարցը ամփոփելու համար նշեմ ձևաչափը հետեւյալն է լինելու։ Յուրաքանչյուր մարդ կարողանալու է, ով որ իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում ընտրելու, իրավունք ունի մեր համակարգում մտնել եւ որպես ընտրող գրանցվել։ Հարթակը ես կետ բոլորին դեմ եմ կետեմ է կոչվելու, որտեղ կարող են մարդիկ մտնել եւ գրանցվել։ Գրանցումը եւ ընտրող լինելու համար հարկավոր է լինելու 5000 դրամ վճարել։ Այսի կարևոր մշակութային բան է, որ մենք ուզում ենք փոխել, որովհետեւ մինչեւ հիմա քաղաքական ուժերը մարդկանց մտքում էդի են ուժերն են, որոնք որ ինչ որ մի հատ գործիչ կամ գործարար կամ քաղաքական ինչ որ հեղինակություն ունեցող մարդ ինքը ոնց որ ասած գումարը դնում է, գործը կազմակերպում է, մնացածը գալիս են, այդտեղ սկսում են աշխատել։ Ըստ մեզ քաղաքականությունը դրա մասին չի, քաղաքականությունը դրա մասին է, որ դու կարող ունես քո գաղափարները առաջ տանել։ Ու եթե կան քաղաքացիներ, որոնք մեր գաղափարներին համակրում են, ուզում են, որ այս գաղափարը առաջ գնա, նորմալ է, որ իրենք ֆինանսավորեն մեզ։ Եթե իրենք չեն ֆինանսավորում, ապա սկսում են ֆինանսավորել ինչ որ գործարարներ, եւ դու սկսում ես անել իրենց ասածները։ Հիմա մենք դրա համար շատ բաց ու թափանցիկ ձևով կազմակերպել ենք։ Ավելին ասեմ, փետրվարի վերջի դրությամբ տվել ենք հանրային հաշվետվություն մեր մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի այդ նաեւ դուք կարող եք մտնել եւ տեսնել, թե մեզ ովքեր են ֆինանսավորում ու մենք ինչի վրա ենք գումարներ ծախսում։ Նաեւ այդ նույն հարթակում հնարավորություն է ունենալու տեխնացուն մտնել եւ գրանցվել որպես տեխնացու, եթե բավարարում է ԱԺ падգամավորի պահանջներին։ Զուտը տեղ ավելանում է մեր պահանջները, դա այն է, որ ընդունի մեր հռչակագիրը, այսինքն մեր ծրագիրը ընդունի։ Դրանից հետո մենք 5 օրվա ընթացքում կազմակերպել ենք ընտրություններ ու մինչև ապրիլի 23-ը հանձնելու ենք մեր ԱԺ ցուցակը։ Հասկացա։ Վարչապետի տեխնացուն, գուցե առանձին կազմակերպենք, որովհետև ինչպես գիտեք, դրանք տարբեր process-ներ են։
ԱԺ ցուցակը եւ վարչապետի տեխնացուն կարան, այսինքն ԱԺ ցուցակի առաջի համարը պարտադիր չի լինի վարչապետի տեխնացուն։ Մենք գուցե այդտեղ առանձին ընտրություն իրականացնենք։ Հիմա վերջին մտորումների մեջ ենք, այս շաբաթ ավարտելու ենք ու process-ը մեկնարկենք։ Իսկ IT համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նշեցինք, զգալի կան ձեր նախաձեռնությունում, ինչը չի բավարարում ներկա քաղաքական համակարգում։ Ես ամբողջ IT ոլորտի անունից չեմ կարող հանդես գալ։ Սա այնպես չի, որ ՏՏ ոլորտի ապստամբությունն է քաղաքականության դեմ։ Այդ դեպքում անունը բոլորին դեմ եմ չէինք դնի, կդնեինք։ Նկատի ունեի շատերն են այդ ոլորտից։ Նայեք, այս ինչ որ մենք սկսել ենք, որ կոչվում է բոլորին դեմ եմ, այդ ոչ թե առաջացել է նրանից, որ որոշել են, գտել ենք, ասել ենք, այս ինչ լավ անուն է, եկեք այդ անունով գնանք, այլ այդ մեր կարգավիճակը արտահայտող անունը։ Այսինքն ես ինքս մարդ եմ եղել, որ նախորդ երկու ընտրություններին ընդհանրապես չեմ մասնակցել ու ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում գնալ ընտրելու, այլ այն պատճառով, որ ես ընտրելու բան չեմ ունեցել։ Եվ 18-ին եւ 21-ին։ Այո, եւ 18-ի հեղափոխության արդյունքում եղած ընտրություններին ես ինքս չեմ գնացել եւ 21 թվականի ընտրություններին չեմ գնացել։ Երկու դեպքում էլ նույն մտքով ու պատճառով։ Ու ես հասկացել եմ, որ մյուս կողմից մեզ ինչ է առաջարկում, մեզ առաջարկում է միշտ երկընտրանք։ Մեզ առաջարկում է ընտրենք խաղաղության պատերազմի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի։ Այսինքն մեզ առաջարկում է միշտ երկընտրանք։ Ես ուզում եմ մերժել դա։ Ես չեմ համարում, որ հայ ազգը միշտ պետքա երկընտրանքի շուրջ կանգնած լինի։ Մենք կարող ենք ունենալ այլ տարբերակներ եւս։ Ու որպես դրա արտահայտություն մենք ստեղծել ենք բոլորին դեմ եմ։ Մենք եկել ենք վերականգնելու բոլորին դեմ եմ քվեաթերթիկը այսուհետ եթե վաղը արդեն կուսակցությունը գրանցվի, ինչը 99% գրանցվելու է, նշանակում է հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով որ իրեն զգում է որպես բոլորին դեմ եմ քաղաքացի, ինքը քվեաթերթիկ կունենա։ Գրեք, սա այսպես թաքնված լավ մտածված քաղ տեխնոլոգիա է, որ բոլորին դեմ եմ տրամադրությունները գեներացնել մեկ քաղաքական ուժի շուրջ եւ քաղաքական բոնուս ստանալ։ Այո, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, մենք չենք գնալու 5 տարի իշխելու, այսինքն այն ինչ որ մենք մտածել ենք բոլորին դեմ եմ կուսակցությունն ու իր ծրագիրը, ինքը հենց բոլորին դեմ եմ քվեաթերթիկը վերականգնելու մասին է։ Այսինքն իրենք չեն ընտրելու մեզ, մենք գնանք 5 տարի իշխենք ու որոշենք այդ մարդկանց ապագան։ Մեր ծրագիրը հստակ է, մենք գնում ենք, մասնակցում ենք ընտրություններին, հաջողության դեպքում անում ենք փոփոխությունները, 100 օր հետո հրաժարական ենք տալի, կազմակերպում ենք նոր ընտրություններ, որին մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցում եւ մեր ուժը գնում է լուծարման եւ չի մասնակցում։ Այսինքն փաստացի, այո, այս ընտրություններին դա ամբողջովին բոլորին դեմ եմ քվեաթերթիկը չի իր բոլոր բովանդակությամբ, որովհետեւ ամեն դեպքում հետևում կա կուսակցություն, բայց դրա հետևանքով, երբ որ մարդը եկավ ընտրեց, ինքը ստանալու է այդ քվեաթերթիկը։ Եվ հետեւաբար մենք ինչ որ առումով մարդկանց ընտրության գնալու իմաստը վերականգնում ենք այն մարդկանց, ովքեր բոլորին դեմ են։ Այո, մեր շատ տարբեր քաղաքացիներ ունեն նախընտրություններ։ Իրանք ունեն ինչ որ ուժեր, որոնց հավանում են ու որոնց ուզում են գնալ ընտրել։ Մենք այդ մարդիկ իրանք բոլորին դեմ մարդիկ չեն։ Մեզ ընտրող մարդը, դա իմ նման մարդն է, որը բոլորին դեմ է, չի գնացել ընտրության, որովհետև այսօր եթե դու գնում ես ընտրության ու անում ես անվավեր, կամ ընտրում ես ուժի, որ չի անցնում, կամ չես գնում ընտրության, այսօրվա համակարգում դա իրար հավասարեցված բան է։ Ես չեմ տեսել դրա համար իմաստ գնալու ընտրության։ Որովհետև մյուս կողմից էլ չեմ ուզեցել ընտրել այդ երկու ուժի միջև։ Շատ լավ։ Հիմա տեսեք, արդեն ակնհայտ է նաև դառնում ձեր մրցակիցներ, դուք մտել եք դասական քաղաքականություն, մերժելու դասական քաղաքականության այն համակարգը, որ այսօր ներդրված է Հայաստանում, բայց դուք հարկադրված եք խաղալու այդ քաղաքականության կանոններով, հարկադրված եք մրցելու Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլ Փաշինյանի հետ, չգիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, այո թե ոչ, կամ Սամվել Կարապետյանի ուժի հետ, Գագիկ Ծառուկյանի, այդ կդիմանաք այսպիսի մրցակցությանը։ Նախ համակարգը դասական համակարգ չի, ինքը տարբերվող համակարգ է։ Նման համակարգ շատ քիչ աշխարհի երկրներում կա, երբ որ ինքը արդար համակարգ չի մասնակցության իմաստով, որովհետև այն մեխանիզմները, որ այսօրվա ընտրական համակարգում կա, այդ կային մեծամասնության գաղափարն է, բոլորին դեմ եմ քվեաթերթիկի բացակայությունն է, կամ բավականին բարձր շեմա, ինչը հնարավորություն չի ընձեռում նոր ուժերին հայտնվելու փորձարանում։ Շատ չի, եթե այդպես մտածենք։ 2021 թվականի ընտրություններին երկու ուժ հաղթահար է 5%-ը, իդեպ 4%-ն էլ 3 ուժեր հաղթահար է ընդամենը։ Ոնց որ այդ
հստակ է, որ ոնց որ միջավայրը այնպեսին չի, որ նոր ուժերը կարողանան գնալ ու իրանց խոսքը ասել։ Իսկ նոր ուժը ինքը սովորաբար երբ որ նոր է ստեղծվում, ինքը չի ունենում այդ ամբողջ թափով, ամբողջ ժողովրդի աջակցությունը։ Իրան ժամանակ է պետք, որ ինքը ժամանակի ընթացքում կարողանա գա ու ստանա։ Ձեր մրցակիցների մասին ինչ կասեք, կդիմանաք նրանց այդ մրցակցությանը։ Մենք դիմանալ չդիմանալու հարց չունենք։ Մենք ներկայացնում ենք բոլորին դեմեմ գաղափարը։ Մենք ներկայացնում ենք բոլորին դեմեմ գաղափարը։ Մենք իրանց հետ չենք մրցելու ռեսուրսներով, փողով, գրասենյակներով, որովհետև դրա հնարավորություն չունենք։ Մենք մրցելու ենք իրանց հետ մեր կրեատիվ լուծումներով ու նրանով, որ կարողանանք հասնենք բոլորին դեմեմ քաղաքացուն։ Եթե չհասանք, ես չեմ հավատում, որ այդտեղ մեղավոր է քաղաքացին, այլ այդտեղ մենք ենք մեղավոր լինելու, որ չկարողացանք իրեն հասնել, որովհետև ըստ մեզ այդ քաղաքացիները կան ու շատ են։ Տեսեք, շատ ուժեր կան, որոնք ընտրություններին մասնակցում են, որ դու ասես նայում ես իրենց կուսակցություններին, այդպես մարդ կուսակցություններ են, բայց իրենք բան ունեն, քվյաթերթիկ ունեն իրենց սեփական։ Բոլորին դեմեմի խնդիրը այն էր, մինչև այն պահը, երբ որ կհիմնվի կուսակցությունը, որ փաստացի ժողովուրդը կա, մարդը կա, քաղաքացին կա, ովքեր բոլորին դեմեմ դիրքորոշում ունի, բայց դրա ուժը չկար։ Մենք այդ միայն դրա ստեղծելը մեր կարծիքով ինքը շատ մեծ էֆեկտ կարա ունենա ու դրան գալու է լրացնելու մեր կրեատիվ IT լուծումները։ Ամեն դեպքում ձեր մրցակիցները քաղաքական գործիչներ են ու դուք դեմ եք։ Հա, մենք մեզ էլ ենք դեմ, այս համակարգով ընտրվել 5 տարի կառավարել։ Այսինքն ինքնալուծարվող կուսակցություն։ Լուծարվող։ Նկատի ունեմ, դուք ամեն դեպքում մրցակցում եք տոկոսների համար, որպեսզի մտնեք խորհրդարան եւ ձեր գաղափարը առաջ քաշեք։ Այս թվածս անձինք, կուսակցությունները, քաղաքական ուժերը, ինչպիսին էլ նրանց որակեք, ունեն մեծ ռեսուրսներ։ Ինչքան էլ ասեք չենք մտնելու գրասենյակների քանակի, փողի եւ այլնի հետ կապված, կա խնդիր քաղաքացուն հասնելու, կա խնդիր մեդիայում լինելու, չգիտեմ, մարզեր գնալու եւ այսինքն որոշ չափով քաղաքական պայքար է։ Արդյոք անհամարժեք չեն ձեր ուժերը եւ արդյոք անհաջողության չեք մատնվի։ Նայեք, մեր հաջողության բանաձևը հետեւյալի մեջ առնելու։ Մենք շատ պրագմատիկ ենք նայում այս գործին ու հասկանում ենք, որ խոսքը չի գնում, որ մենք 50+1% ենք հավաքելու, որ միայնձնյա գնանք ամեն ինչ կառավարենք իշխենք։ Մեր հաղթանակի պլանը, այսպես ասեմ, հետեւյալն է, որ մենք կարողանում ենք գտնել մեր քաղաքացիների մեջ 4-ից մինչև 15% ինչ որ հնարավորություն, այսինքն անցողիկ շեմից մինչև ենթադրում եմ մաքսիմում մոտ 15%-ի հնարավորություն ունենք։ Դա այն ամենամեծ հնարավորությունն է, որ մենք կարող ենք ունենալ։ Իսկ այդ իրավիճակում, երբ որ մի ուժ, նոր ուժ այդքան տոկոս է հավաքում, ստեղծվելու է մի հատ իրավիճակ, որ որևէ իշխանական եւ ընդդիմական ուժեր, թեկուզ իրար հետ միասին վերցրած, չեն կարողանալու հաղթահարել 50%-ի շեմը։ Այսինքն մեզ ձեզ կոալիցիա չեն կազմել։ Այո, եւ առանց մեզ ձեր հաշվարկը։ Այո, մեր հաշվարկի հիմքը դրանում է կան, որ այդ դեպքում մենք ինչ ենք առաջարկելու առաջի հերթին ընդդիմությանը, որոնց ոնց որ նարատիվների ու մտքերի առաջի տեղում այն է կայանում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք գանք ու ամեն մեկը իր ձևով իրենց ծրագրերը իրականացնեն։ Մենք ասելու ենք, տեսեք, մեր օրակարգը փաստացի ձեր օրակարգերի մեջ ինչ որ առումով կա, բայց հակառակը չկա, մենք մեզ կապել ենք, մենք ժողովրդին չենք խոստացել որևէ մեկի հետ գնալ կոալիցիա, այլ բաներ են անելու շուրջ։ Ավելին ասեմ, մենք մեր անձնական մտքերն էլ շատ ժամանակ չենք արտահայտել կրթության, պաշտպանության եւ այն տարբեր ուղղությունները, որը շատ կարեւոր է մեր երկրի համար, բայց մեր կարծիքով առաջնայինը քաղաքական համակարգի փոփոխություններն են պետք, որպեսզի հետո հնարավոր լինի նման փոփոխություններ իրականացնել։ Գիտեք, բայց ամենաշատ ձայները ըստ տարբեր հարցումների ԿՊ-ն է հավաքում, այսինքն ըստ համանadrության իրենք պետք է առաջինը կոալիցիոն, ասես ասենք, բանակցություններ սկսեն։ Եթե դուք անցնեք, եթե անցնեք, այսինքն ոչ թե դուք եք գնալու ընդդիմության առաջարկեք, այլ ԿՊ-ն է սկսելու նման գործընթաց, այսինքն եթե դուք անցնեք, ձեզ հետ նրանք պետք է խոսեն։ Ինչ առաջարկներ կամ ինչ առաջարկը մեր դեպքում բոլոր ուժերին նույնն է լինելու ընտրություններից հետո, այսպես ասած, խորհրդարանում առաջարկը հետեւյալն է։ Մենք լինում ենք, մեզնից լինում է վարչապետի տեխնացուն, մենք անում ենք այս մեր օրակարգը, ուրիշ ոչ մի օրակարգեր, պաշտոնների շուրջ իրար հետ կիսել, բանակցել, տենց օրակարգեր մենք չենք ունենալու։ Մենք անում ենք այս փոփոխությունները 100 օր հետո նշանակում են արդյոք Այսինքն եթե ԿՊ-ն գա ձեզ ասի եկեք կոալիցիա կազմեք, դուք ասել եք մեր վարչապետի տեխնացուին ընտրեք, որպեսզի գնաք արդյոք ընտրություն։ Դե յուրե լինելու է կոալիցիա, բայց դե ֆակտո լինելու է մենակ մեր մասին։ Բայց մենք չենք համարում, որ ԿՊ-ն մենք չենք կարծում, որ ԿՊ-ն նման բան է ուզելու, ասեմ ինչի, որտեղ ԿՊ-ն ուզենալու է գնալ երկրորդ փուլ,
որ հետո մի ուժի հետ միայնակ երկրորդ փուլում մրցի, մեկ ձայնով հաղթի ու գնա մենակով իշխանության։ ԿՊ-ն չի ուզելու այդ իշխանությունը ինչ որ մեկի հետ կիսի առավել եւս մեր նման ուժին տա, որ մենք 100 օր հետո նոր ընտրություն անենք, որտեղ ԿՊ-ն չունենա վարչակրական ռեսուրս, չունենա ԱԱԾ ղեկավար, ոստիկանության ղեկավար, այսինքն իր համար ավելի նախընտրելի է լինելու գնալ երկրորդ փուլ։ Մեր խնդիրը այն է, որ այդ 9 օր ժամկետը լրանալուց հետո, երբ որ ԿՊ-ն իրավունք ունի կոալիցիա ձևավորելու, ինքը չկարանա որևէ ուժի հետ դա ձևավորի, եւ այդտեղ մենք սկսենք արդեն ընդդիմությունը հնարավորություն կունենա նույն գործընթացը իրականացնելու։ ԿՊ-ի առաջարկը կոալիցիա մենք միայն կարանք համաձայնվենք այնպիսի առաջարկին, որ վարչապետի տեխնացուն մեր տեխնացունն է, օրակարգն էլ միայն մեր օրակարգն է, մեր բոլոր որոշումներով։ 100 օր հետո էլ նոր ընտրություններ են, որին բոլոր ուժերը կարող են գան մասնակցել, արդեն իրանք ինչքան կհավաքեն, ժողովուրդը իրենց ինչքան ձայն կտա, այդքան էլ կարտահայտվեն ազգային ժողովում։ Խոշոր հաշվով մեր նպատակը այս քաղաքական փոփոխությունների այն է, որ մենք կարողանանք ժողովրդի մեր քաղաքացիների դիրքորոշումը ոնց որ կա, ոչ ավել, ոչ պակաս արտահայտենք ազգային ժողովում, որովհետև հիմա մեր կարծիքով այդպես չի։ Ձեր նախաձեռնությունը փետրվարին կար, թե չկար փետրվարին։ Հունվարի կես ենք պաշտոնապես մեկնարկել, մենք մի տարի տարբեր քննարկումներ ենք ունեցել, վերջին 2-3 ամսում եկել ենք հանգել ենք վերջնականապես այս նախագծին։ Հունվարի սկիզբ, հունվարի 15-ին մենք հայտարարել ենք, փետրվարի 1-ին եղել է մեր կուսակցության հիմնադիր համագումարը։ Գիտեք ինչու է հարցումը, որովհետև նույն փետրվարին անցկացված հարցումներ կար միջազգային հանրապետական ինստիտուտի, տարբեր կուսակցություններ ուժեր ձայներ ունեն, դուք չունեք, այսինքն հարցումը ձեզ չգիտի մեծ հաշվով։ Մենք այդ հարցումներում ընդգրկված չենք եղել, որովհետև դրանից հետո ենք բան եղել։ Հունվարի սկիզբ իհարկե մենք մեր մասին հայտարարել ենք, բան ենք արել, բայց նմանատիպ հարցումները իմ որքանով որ ես գիտեմ, իրանք ոնց որ պլանավորվում են, գծվում են, այսպես ասած, էական ավելի շուտ։ Մենք հույս ունենք հաջորդ հարցումներում անպայման լինել։ Իսկ տեսեք, նաև ձեր այս նախաձեռնության մեջ կան մարդիկ, ովքեր նախկինում եղել են կուսակցական, եղել են, չգիտեմ, քաղաքական, քաղաքացիական, ընդդիմադիր, իշխանական տարբեր շարժումներում, այս իմաստով սա այս նախաձեռնությունը ինչ որ իմաստով նաև ձեր գործընկերների ձախողման մասին չի, որովհետև նրանք լինելով տարբեր քաղաքական խմբերում չեն կարողացել իրացվել, ասենք քաղաքացու որոշում կուսակցություն, որը սկզբից մեծ հույսեր էր առաջացնում, բայց այսօր այդ կուսակցությունը շատ пассив է, այսպես բնութագրենք, եւ այլ ժառանգություն կուսակցություն եւ այլն տարբեր քաղաքացիական խմբեր, ինչ կարող եք ասել այդ մասով։ Նայեք, նախ այստեղ մի հատ կարևոր մի բան հենց մեր մասին բոլորին դեմ եմ փաստորեն այն կուսակցությունները շատ են, չէ՞, մեր մոտ խոսում որ դե կուսակցությունները ընտրություններից 6 ամիս առաջ բացվում են, 3 ամիս հետո փակվում են, եթե չեն անցնում հատկապես ազգային ժողով, անցնելու դեպքում դե շարունակում են գործել, բոլորին դեմ եմ, ինքը հենց այդպիսի կուսակցություն է, ինքը ի սկզբանե ասել է, որ ես բացվում եմ, այս փոփոխություն անեմ, հետո փակվում։ Իսկ եթե չանցնեք, էլի փակվելու եք, հունիսի 8-ին փակվելու եք։ 8-ին չէ, կարող է 10-ից process-ը կամ 20-ից, հիմա ոնց որ այտենց օրերով ու բաներով բան չանենք, բայց իր նպատակին չհասնելու դեպքում մենք իրան տանելու ենք փակելու process-ի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ձեր նշած մարդիկ կամ մարդկանց խումբը, ովքեր որ հիմա բոլորին դեմ մի անդամներ են, իրենք իմ իմանալով այս ամբողջ ընթացքում պայքարել են ինչ որ լավ բանի համար։ Իրանք չեն եղել մարդիկ, ովքեր ունեցել են իշխանություն, այդ իշխանությունը օգտագործել են իրենց հարստացման եւ այլ բաների համար։ Իրանք միշտ պայքարել են ինչ որ բաների համար, արժեքների համար, փոփոխությունների համար։ Իրանց մոտ ինչ որ բաներ ստացվել է, ինչ որ բաներ չի ստացվել։ Եթե դուք գնահատում եք, որ իրանց մոտ ամբողջովին չի ստացվել, նույնիսկ եթե այդպեսին է, մարդիկ պայքարող մարդիկ են։ Մենք հիմա ոնց որ պետքա իրար հետ ընտրություն կատարենք, ինչ անենք, ասենք դե որ իրանց մոտ չի ստացվում, ուրեմն իրանց այնպես վերաբերվենք, որ գնան կոտրվեն, չփորձեն էլ պայքարել։ Չէ, այդպես խտրական տրամաչափով չէ, էլի հարցս տալիս նկատի ունի, որ չի ստացվել այն քաղաքական ուժերը, այն քաղաքական ձևաչափը, որ այդ մարդիկ փորձել են, չի ստացվել եւ մի քիչ ծայրահեղ մեթոդ է ամեն դեպքում հիշեցնում բոլորին դեմ եմ նախաձեռնություն։ Նայեք, իմ բանը հետեւյալն է, մարդիկ են իրանք այնպիսի մարդիկ են, ովքեր պայքարել են, ես էլ որպես մարդ միացել եմ իրանց կամ իրանք ինձ կարևոր չի մեր դեպքում, որպեսզի այս հնարավորությունը ավելի հավանական սարքենք։ Մենք ոնց որ հավատում ենք, որ արժեքների համար, փոփոխությունների համար, ծրագրերի համար պայքարելը կարևոր բան է, ու այդ ինչ որ ժամկետով չի սահմանվում։ Դու քանի այդ հնարավորություն ունես, ուժը ունես, դու պայքարում ես դրա համար։ Այդ առումով իմ մոտ հակառակն է։ Ես ավելի եմ ուրախանում, որ նման մարդիկ, որոնք թեկուզ 1-2 անգամ անհաջողություն են ունեցել, կամ հարաբերական հաջողություն են ունեցել, այդ մարդիկ
Դրանից չեն որոշել ամբողջ գործերը թողեն, գնան իրենց տունը պահելու։ Իրանք եկել են նորից այս գործը անելու։ Եվ դա միայն գովելի է իմ համար, ու մենք ոնց որ միանալով դրան, մենակ փորձելու ենք դրա շանսերը մեծացնել։ Ես ինքս IT ոլորտից եմ ու IT ոլորտում շատ մարդիկ կան, որ ստարտափեր են անում, 1, 2, 3 անգամ չի հաջողում, 4-րդը ստացվում է։ Այսինքն, դա դոգմա չի, որ քո մոտ 1, 2 անգամ չի ստացվում, ուրեմն դու անհաջողակ ես։ Հակառակը, այդ նշանակում է, որ դու համառ ես հաջողության հասնելու ճանապարհին։ Շնորհակալություն կհետևենք ձեր նախաձեռնության, վաղվանից արդեն կուսակցությանը, չէ՞։ Հույս ունենանք, այո։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սպարտակ Գյուրեղյանը։